Տիկին Ալեքսանյան, այսօր Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ իր համար նորություն է, որ Հայաստանի բանակում մահերի համար կարելի է մեղադրել Պաշտպանության նախարարին։ Պատասխանատվության իսպառ բացակայություն։ Թող ասի ում մեղադրեն, թող Պաշտպանության նախարարը հայտարարի ում մեղադրեն։ Հայաստանում միշտ մեղադրել են Պաշտպանության նախարարին, նա է պատասխանատու, նա է զինված ուժերի պատասխանատուն։ Այսինքն հիմա որոշել են արդեն այսպես չորով, այսպես ասած, մերժեն, որ այսինքն դա ինչ է նշանակում, ես չեմ հասկանում դա ինչ է նշանակում։ Չկա մեկը, որին պետք է մեղադրել։ Գոյություն չունի, ես չգիտեմ ինչ պատասխանեմ Թաթև ջանից հարցին։ Նորությունը սա է, ոչ թե այն ինչ որ նախարարը ասել է, որ Հայաստանում նորություն է, որ Պաշտպանության նախարարն են։ Իսկ որպես մարդ, որպես նախարար, չի հետաքրքրում իրան այդ մահերը։ Ինչ է ասում ինքը, բայց խոսում է ինքը այդ մահերի մասին, հանկարծ հիմա պարզվեց, որ ինքը այդ մահերի հետ որևէ կապ չունի, իրան չպետք է մեղադրեն։ Նաև բանակի հետ կապված հայտարարություններ արել Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես նշելով, որ բանակում դեպքերի մի մեծ հատվածը կապված է, այսպես ասած, պոստում քննելու խնդրի հետ։ Հիմա այդ պրոբլեմը ավելի է սրվել, որովհետև երբ որ խաղաղություն չէ, ժամապահության մեջ գտնվող զինվորն ինքն էլ մտավախություն ուներ, որ եթե քնի, իր ֆիզիկական անվտանգությունը կվտանգվի։ Ցինիզմ է ուղղակի, որ այդ խաղաղությունից փաստորեն քնում են ու զոհեր են լինում։ Բանակում ես երեք գրառում եմ արել, որ բազմաթիվ տարածված դեպքեր կան եւ նույն ձևի այդ քնելը, այնպես չի որ այդ քնելը շատ տարածված է բանակում ավելի շատ տարածված է հրամանատարների նսեմացնելը զինվորներին, չգիտեմ, այնտեղ պարտքեր կուտակելը, չգիտեմ, եւ բազմաթիվ այդ միջանձնային հարաբերություններ։ Իդեպ ես ասեմ, որ ես 30 տարի բանակով զբաղվում եմ, ես շատ քիչ դեպքեր եմ հանդիպել, որ հերթապահության ժամանակ քնելը վատ բան է, ես գիտեմ, եզակի դեպքեր կարող եմ հիշել։ Ու թող իզուր տեղը չբերեն եւ դրա վրա մոգոնի ինչ որ պատմություն Փաշինյանը։ Այդ քնելու, եթե դուք բացեք քրեական գործերը նայեք, դուք չեք տեսնի համարյա այդպիսի, որպես դրդապատճառ։ Չկա այդպես բան։ Ավելի շատ բազմաթիվ դեպքեր կասեմ, որ ոնց են հրամանատարները նսեմացնում զինվորներին, ոնց են դիրքում մեկը, որ ավելի լավ վիճակում է, ինքը նսեմացնում մյուսներին։ Այդ ոչ կանոնադրային հարաբերությունները հենց դրանք են։ Գիտեք, այլ բաներ էլ կան, նույն ձևի, նույն չափով, ոնց որ այդ հերթապահության ժամանակ քնել են։ Ես չեմ ժխտում, բայց նաև պնդում եմ, որ դա այդքան տարածված չի։ Որ հիմա դրա վրա հեքիաթներ հորինեն ու խաղաղության հետ կապեն։ Նույնիսկ գիտեք ինչի եմ ցինիզմ համարում, որ փաստորեն 4 զոհերի դեպքում 1 ամսում, եւ այսօր էլ ասում եք այդ ինքնասպանության դեպքը, այսինքն 5 զոհերի դեպքում նա խոսում է խաղաղությունից։ Այսինքն գիտեք ինչ աստիճանի անտարբերությունը, ինչ աստիճանի, գիտեք Վազգեն Սարգսյանը ասում էր, որ լսում եմ ներսում մահվան դեպք ա եղել բանակի ներսում, ողնաշարս ոնց որ կոտրվեր։ Հետաքրքիր է, իրանց ողնաշարը կոտրվում է թե չէ։ Եվ այդ ծառայության հետ չկապվածը, ով է դա որոշել, որ դա ծառայության հետ կապված է կամ կապված չի։ Այսօր դեպքը եղել է ու իրանք արդեն դա գիտեն։ Ինչ մեխանիզմով են դա որոշում։ Ինչը հանձնաժողով ունեն, ինչ ունեն, ինչ իրավական հիմք կա։ Ով է որոշում, աչքաչափով են որոշում։ Երբեք չի եղել բանակում դա։ Ժամանակին դատախազությունը փորձում էր այդպիսի բաներ անել, բայց Պաշտպանության նախարարությունում դա չի եղել։ Ես ինքս հետաքրքրվել եմ, երբ որ դատախազության այդպիսի տվյալներ էի տեսնում, որ ասում էին կապված է զինվորական ծառայության հետ կամ կապված չի։ Հիմա խաղաղությունը զինվորները խորն են, ինձ թվում է ծաղրում է։ Խորը քնած է Պապիկյանը, ու այսօր էլ հայտարարել է, որ ինչ կապ ունի ինքը այդ ամեն ինչի հետ փաստորեն։ Իրոք ինքը բանակի հետ ոչ մի կապ չունի։ Եվ լավ կլինի, որ հրաժարական տա, եւ իրան այլևս ոչ ոք չի մեղադրի։